ժուրնալիստներ, բլոգերներ, չգիտեմ ոնց է, մեկ ասում են, որ մենք չենք ուզում վնասենք մեր աշխատանքով, օգնելով հավաքականին, հավատացեք, որ վնասում են, բայց չեմ էլ կարող թույլ տալ ասել մեղադրելով, որովհետև մարդիկ անում են իրենց գործը, եւ չեմ կարող ասել մի արեք դա, որովհետև վնասում եք, որովհետև մարդիկ դրանով փող են աշխատում, դա էլ իրենց ընտրած աշխատանքն է, կյանքն է, բայց վնասում են, ինչից, որովհետև ասում եք այդ միջադեպ, միջադեպ չի եղել, անհաջողություն է եղել, մարդը ստացել է կարմիր քարտ, աշխարհում շատերը ստանում են կարմիր քարտ, կարմիր քարտից հետո հանդերձանում ոչ մի վիճաբանություն չի եղել, դա սա ֆեյք է, ես դա ասում եմ պատասխանատվությամբ, ես սուտ խոսակ չեմ սիրում, չեմ սուտ խոսում, կամ ասում եմ, ճիշտ է կամ ասում դրա մասին չեմ ուզում խոսել։ Հանդերձանում ես առաջի խոսքը իմն է եղել օգնելով եւ հոգեբանական օգնելով թիմին, որ չեմ կճվեն, Տիգրան Բարսեղյանը ինքն է ուզեցել խոսել հանդերձանում, այն որ ներողություն խնդրելով, որ ուզում է հրաժարվել, ես չեմ թողել իրեն, ասում եմ Տիկո ջան, դու շատ բաներ ունես հավաքականի համար արած, չի կարելի էմոցիաների տակ, ես որպես տարիքով մեծ, որպես քեզ հավաքընկեր, բարձիչ, չեմ թողել, որ դու էմոցիաների տակ որոշումներ կայացնես։ Կարևոր ավարտելու մասին գնաց։ Թե հավաքական ավարտելու մասին։ Նիկը ուզում էր նման էմոցիոնալ լինի, որովհետև շատ էր մտահոգ իր արարքի համար, ես թույլ չեմ տվել, որ ինքը այդ արտահայտությունները անի, որովհետև ես հասկանում եմ, որ դա էմոցիոնալ լինի, որոշումներ կարող է լինել, օգնելով իրեն, ասել եմ բան մի խոսա, կանցնի ինչ-որ ժամանակ, դու երբ դու կունենաս որոշում, այդ ժամանակ սառը գլխով կարտահայտվեց, ես չեմ թողել, դրանից հետո տղաներին երկու բառել ասել եմ ոգևորիչ խոսքեր, որ մենք ունենք ճիշտ ուղի, այո, պարտություններ ունենք, դա լավ բան չի, չկարողացանք մենք մեր հայ ազգին ուրախացնենք, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք վաղթուշ, մենք կտանք այդ հաջողությունը մեր ազգին, մեր հաղթանակին, այս է եղել, ուրիշ բան չէր եմ դա խոսած, եւ ասեմ իմ օրոք չի կարող լինել, ես խնդրում եմ, պետք չի, որ ուրիշ մի վնասեք շատ մեր ներսը, որովհետև շատ առողջ է մեր հավաքականում, իմ օրոք ես ձեզ ասում չի կարող լինի ոչ կարգապատ թիմ, չի կարող լինի։ Ավագի հարցում որոշում ունեք, պարոն Մելքյան։ Այո, ավագը Սպերսյանն է լինելու պետք։ Այսուհետ թե այս կարող։ Այսուհետ։ Պարոն Մելքյան, դուք շատ լավատես եք, ինչը նաև շատ լավ է, բայց փաստը մնում է փաստ, որ հավաքականի համալրումը շատ խնդրահարույց է լինում։ Եթե ժամանակին մենք ունենք լավ երիտասարդական հավաքական, լավ պատանեկան հավաքական, խոսքը թեկուզ ձեր ժամանակների մասին է, երբ դուք խաղում եք, ինչ որտեղ չէր ստացվում, բայց երիտասարդական հավաքականը հաղթում էր կամ ոչ ոք էր խաղում նույն ուժեղ հավաքականների հետ, որի ժամանակին դուք եք մրցում։ Բայց այսօր փաստը մնում է փաստ, որ մեր երիտասարդական ու պատանեկան հավաքականները նույնպես շատ վատ վիճակում են, ցավոք սրտի։ Դուք լավատես եք ու ասում եք, որ կկառուցենք լավ ֆուտբոլ ազգային հավաքական, բայց այդ բաղադրիչը կախված է նաև երիտասարդական ու պատանեկան հավաքականներից, որովհետև կալացող սերունդն է հաստատի այն չի, որը ուժեղացնի հավաքականը։ Ոնց եք տեսնում այդ ամենը։ Ճիշտ եք ասում, բան չունեմ ասում, չկա արդյունքներ, համաձայն եմ ես ձեր հետ, դա ինձ էլ ամտահոգում, ոչ միայն պատանեկան, երիտասարդական եւ ազգային հավաքական չկան արդյունքներ։ Կներեք խոսքը միայն արդյունքների մասին չէ, խոսքը նաև այն ֆունկցիոնալ, ֆիզիկական պատրաստվածության մասին, կան պրոբլեմներ, համաձայն եմ, ճիշտ եք ասում, ես դրա մասին տարիներով բարձրաձայնել եմ այդ հարցը, հիմա էլ եմ բարձրաձայնել, իմ օրոք է, չկան, պրոբլեմներ կան, ես հասկանում եմ, եւ դրա համար եմ ուզել, նրա համար չէ, որ մենք այսօր հավաքվենք այստեղ, նստենք եւ գտնենք մեկը մեկի վրա, մեկը մեկի մոտ ինչ-որ մի բան, ուզում եմ միասնական լինենք, միասին լինենք, քննադատելը դա հեշտ բան է, քննադատելը դա կառուցողական չեմ համարում եմ կրիտիկա, բայց կառուցողականը գտնենք լուծումներ, ես դրա համար եմ, որ մենք միասին լինենք, կարողանանք այս ամեն ինչը
ուղղել, շտկել։ Դրանց չեմ քննադատում, ուղղակի ուզում եմ հասկանալ ձեր լուծումը այս տարբերակում որն է։ Ինչ եք առաջարկել այս պարմանենտային միջև երիտասարդական մեր ամեն օրվա աշխատանքն է, դուք չեք կարող տեսնել մի խաղ առաջնությունում, որ չլինեմ ես, իսկ եթե ինչ պատճառներով ես չկամ, իմ օգնականները անպայման դաշտում են։ Մենք դաշտից տուն չեն գնում, խաղերից տուն չեն գնում, տենանք լուծումները գտնենք, դուք ինձ տալիս եք հարց, որը որ տարիներով գնում է ոչ ճիշտ, տարիներով գնում է չկա արդյունքներ, տալիս եք դրա լուծումը։ Դրա լուծումը ես մի անգամից չեմ կարող տալ։ Ես գիտեմ, որ եկել եմ մանգամ, գտնենք ինչ-որ մի տեղ այս հարցի շուրջ, այն հարցի շուրջ, որ շարժվենք առաջ, դուք շատ բարդ հարց եք տալի, ես չեմ կարող մի նախադասությունով ասեմ դրա լուծումները։ Իսկ այդ հավաքականների մարզիչների հետ դուք հավաքում եք, քննարկում եք մասին հարցերը։ Այո, ես քննարկում եմ եւ երիտասարդական եւ կազմիների շփում եմ, քննարկում, աշխատում ենք, այո։ Ինքը դժվար հարց է, մտահոգող հարց է։ Ես բան չունեմ ասելու, կա, էսա, հիմա դուք ես տենալով ես ամեն ինչը, ուզել եմ ընտրեմ գամ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ լինելու։ Ես ո հասկանում եմ, որ ես չեմ կարող գալ ու տալ մի անգամից հարցում։ Իսկ այդ հարցերը ֆեդերացիայի ղեկավարության հետ միշտ քննարկում ենք, խոսում ենք, լուծումներ ենք մանգալի, ինքը շատ բարդ հարց է։ Իսկ դեռ խնդրում եք լուծումներ, դեռ չեք գտել։ Դե ինչ-որ մի հարց որոշումներ ունենք, ինչ-որ մի հարց մտածում ենք, ոնց լուծենք, ինքը բարդ հարց է։ Արոն Մելիքյան, վերջին տարիներին Հայաստանի հավաքականն այսպես ասած ցավոտ թեմա է դարձել ֆուտբոլասերի, ֆուտբոլի հետ կապ ունեցող մարդկանց համար, իհարկե ձեր նշանակումից հետո որոշակի դրական արձագանքներ եղան, բայց մեծ հաշվով նախորդ խաղերը հաշվի առնելով լուրջ փոփոխություններ առանձին չենք տեսնում։ Ձեր կարծիքով ինչ հիմք կա մտածելու, որ առաջիկայում փոփոխություններ լինելու են, հավաքականը դարձյալ սկսելու է ուրախացնել, նաև նշում եք, որ ցանկանում եք գլխավորել հավաքականը, հիմա գլխավորել եք ձեր տեսլականը մեր ապագայի վերաբերյալ հավաքականի։ Դուք չեք կարող տեսնել այն ինչ որ ես եմ տեսնում, ինչև ինձ ասում են, որ հավաքականը կոլեկտիվ չկա, բաժանված է մի քանի մասի, մենտալիտետների խնդրեմ կա եւ այլն, բայց ես համոզված կարող եմ ասել, որ մեր հավաքականը հիմա առողջ կոլեկտիվ ունի, միասնական է, դրա մասին կարող են խոսել եւ մեր ֆուտբոլիստները, ես եթե մի բան չկա, ես չեմ ասում եմ, որ ունի կարգապահություն, ունի միասնություն, ունի այն մոտիվացիան, որ ելնի դաշտ ու պայքարի իր ազգի, իր հավաքականի համար, հագնելով համազգեստը զգալ պատասխանատվություն եւ ելնեն դաշտ պատերազմում։ Ես այդ ամեն ինչը արդեն տեսնում եմ, որը տարիներով տարբերություն եղել է։ Հիմա տեսնում եմ, հիմա շարժվում ենք առաջ, եթե ուզում եք ամեն ինչ տնեք մի անգամից չի լինի, ես պատրաստ չեմ դրան, բայց համոզված եմ, որ 1-2 տարի հետո մեր մոտ ավելի լավ կլինի, բայց ինձ մտահոգում է այն ռեսուրսը, որ մենք չունենք, ինչի մասին ենք խոսում ենք, դա մտահոգում է, բայց ես ասում եմ 1-2 տարի հետո ունենանք այն գնոսկը անդերսարանում այն թիմը, որը պատրաստ է հարցեր լուծելու, պատրաստ է, ես չեմ ասում, որ մենք 1-2 տարի հետո ինչ-որ մի արդյունքներ կտանք, բարձր խոսքեր չեմ ուզում ասում, բայց պատրաստ կլինի պայքարելու եւ կտենանք, որ շատ ավելի լավը կլինի։ Մտահոգում է այդ ռեսուրսը, որովհետեւ ես հիմա բախվում եմ այն պրոբլեմների հետ, որ նայեք, մենք ունենք, ես սահմանափակ քանակով ֆուտբոլիստներ կարող եմ հրավիրել հավաքական, ինձ ասում են ընդամենը 25 հոգի,
Այո, ես այսօր հրավիրում եմ 25 հոգի, բայց մյուս ցիկլում ես կարող եմ այդ 25-ի մեջ տենալ, որոնք չլինեն 5 կամ 7-ը, լինեն մյուս 5-7-ը։ Բայց ընտրության ժամանակ ես բախվում եմ այն պրոբլեմի, որ ֆուտբոլիստներ ջայել բանակի հարցը կա տարեկետումներ։ Այդ տարեկետումները այնպես են դրել իմ առջև, որ հավաքական է պետք է անդամ լինի, որ նոր տարեկետում ստանա, բայց ընդեր լավ տղեկ կան ֆուտբոլիստներ, բայց իմ սահմանափակային ցուցակը ես այսօր իրան չեմ տենում, բայց վաղը տենում եմ, որ ինքը կարա կես տարի, մի տարի հետո այդ ֆուտբոլիստը ինձ պետք կա, եթե տարեկետում հիմա չտվեցին, որովհետև ես այսօր չեմ հրավիրում իրեն, մի տարի հետո այդ տղեն չի լինելու ընդհանրապես, գնում է բանակ, այսինքն ես առաջարկում եմ սենց ոչ թե անդամ, այլ տեխնացում, լայն ցուցակ, որ չունենամ 25, գոնե ունենամ 35 կամ 40։ Իսկ ֆեդերացիայում ձեր առաջարկին ոնց են նայում եւ հաջորդ հարցը, եթե դրական են նայում, կառավարություն առաջարկ ներկայացվել է թե չէ։ Հիմա ես այդ process-ի մեջ եմ, այդ բարձրաձայնել եմ այդ հարցը եւ աշխատանք է տարվում։ Առայժմ ես տենում եմ, որ բոլորը ուզում են ինձ օգնել։ Այդ process-ի մեջ նոր եմ ես այս ցուցակի ժամանակ բախվել եմ եւ ուզում ասեմ ինչը տենում եմ այդ հարցի շուրջ աշխատում եմ։ Ֆեդերացիայում են ուզում ձեզ օգնել, թե կառավարությունից եք ասում։ Առայժմ ֆեդերացիան կառավարություն չեմ ասել։ Կառավարություն կհասնի ֆեդերացիային։